Հայաստանի ջրային ինքնիշխանության ամրապնդման համար կառուցելու ենք նոր խոշոր ջրամբարներ, որոնք կապահովեն ջրի ռազմավարական պաշարների կուտակումը երկրի ներսում եւ կդադարեցնեն անարգել հոսքը դեպի հարևան պետություններ։ Կստեղծենք ջրային ռեսուրսների կառավարման նախարարություն եւ կկառուցենք Հայաստանի ամբողջական ջրահավաքի ու բաշխման համակարգ։ Առաջնահերթ ավարտին կհասցվի Եղվարդի ջրամբարի շինարարությունը, որը 322 միլիոն խորանարդ մետր տարողությամբ կդառնա հզոր հանգույց եւ կապահովի ավելի քան 40,000 հեկտար հողատարածքների կայուն ոռոգումը։ Բարձր լեռնային գոտիներում կներդրվի կասկադային ամբարտակների համակարգ, որը թույլ կտա կառավարել գետերի հոսքը, վերականգնել ստորերկրյա ջրերի պաշարները եւ հզորացնել Հայաստանի գյուղատնտեսական ներուժը։ Մեր նախընտրական ռազմավարական ծրագրերի մեջ շատ կարևոր մաս է կազմում ջրային ռեֆորմը եւ մենք բազմաթիվ գիտնականների հետ, ջրի մասնագետների հետ կազմել ենք մի ծրագիր Հայաստանի ամբողջ հիդրոհամակարգի բարելավման համար։ Մենք առաջարկում ենք երկու մեծ ջրամբարների կառուցումը ավարտել, Եղվարդի ջրամբարն է, որը 228 միլիոն խորանարդ մետր է, եւ Կապսի ջրամբարը, որը շուրջ 90 միլիոն խորանարդ մետր է, եւ դրանով մենք կարող ենք կարգավորել ջրի շրջանառության բավականաչափ մեծ տոկոս։ Ասեմ, որ մենք հիմա ղեկավարում ենք, Հայաստան ղեկավարում է ամբողջ ջրային շրջանառության շուրջ 31%-ը, որը շատ ցածր է։ Առաջիկայում աշխարհը եւ Հայաստանը կանգնելու է ջրի խնդրի առաջ, ջրային ռեսուրսներ դառնալու են շատ ռազմավարական նշանակության ունեցող ռեսուրսներ եւ հիմիկվանից սկսած մենք առաջարկում ենք ակտիվ քայլեր իրականացնել այդ ուղղությամբ։ Դրանք են ջրահեղեղատների կառուցումը, ոռոգման սմարթ համակարգերի ստեղծումը, շատ կարեւոր է Հայաստանի համար ստորերկրյա ջրի հայելու մակարդակի բարձրացումը, որը խիստ վտանգավոր է եւ աղետների կարող է բերել։ Այս առումով մեր ծրագիրը բավականաչափ ռազմավարական է, խորը մասնագիտական է եւ ձայն տալով Հայ ազգային կոնգրեսին դուք ձայն եք տալու այս ծրագրի իրագործմանը։ Սա Հայաստանի համար ճակատագրական ռազմավարական բնագավառ է եւ խնդրում եմ աջակցեք մեզ այդ ծրագիր իրականացնելու համար։